մենք անդադ ընդունում ենք պարբերաբար բնականաբար որևէ թվականի պետական բյուջեն եւ պետական բյուջեն էլ ինքը մտադրությունների մասին հայտարարություն է։ Շատ մեր իրականության մեջ հաճախ այս նրբությունը չի ընկալվում, որովհետեւ երբ որ տարվա բյուջետային տարին սկսվում է եւ ոմանց թվում է թե եթե մենք բյուջետային տարվա համար պլանավորել ենք, որ ենթադրենք այսքան տրիլիոն ծախս պիտի անենք, ուրեմն կառավարությունում կա մի սենյակ, որտեղ այդքան տրիլիոն ծախսը գումարը դրած է եւ մենք ամեն շաբաթ կամ ամեն օր գնում հաշվում ենք բանով կանխիկ կամ անկանխիկ բաշխում ենք եւ այդպես է գնում։ Ոչ դրա մասին չի։ Հունվարի 1-ի տվյալ թվականի բյուջեի հավաքագրումը սկսվում է տվյալ տարին սկսելու առաջին վայրկյաններից։ Այլ բան, որ քանի որ մենք նախորդող տարվա բյուջե ենք ունենում եւ այդ բյուջեում երբ որ լավ է լինում գործերը լինում են մնացորդներ կամ միշտ չի որ դա լավ գործի արտահայտություն է, որովհետեւ երբեմն մենք դա լավ չենք գնահատում, որովհետեւ այդ նշանակում է ծախսային մասը այդքան էլ լավ չենք արել։ Բայց ամեն դեպքում, այսինքն այդ շարունակականությունը ապահովում է, բայց մեկը տվյալ տարվա բյուջեն սկսում է, երբ որ նոր տարվա այն զանգերը սկսում են խփել, են որ շամպայն նվաժակ բարձրացնում են, այդ բյուջեն այդ պայից սկսում է, այդ պայն բյուջեում այդ տարվա հավաքագրումը 0 է։ Այդ պայից ամեն ՀԴՄ, ամեն գործար գեներացնում է, հաշվետու շրջանը, որը մինչև հաջորդ ամսվա 20-ն է, տնտեսվարողները ներկայացնում են հաշվետվությունը եւ բյուջեն հավաքագրվում է, եւ քանի որ դոկտրինի հետ ուղիղ կապ չունի, բայց այնուամենայնիվ արձանագրեմ, որ 2025 թվականի պետական բյուջեի պլանը այն թիվը, որը ընդունվել է ազգային ժողովում 2024 թվականի դեկտեմբերին բյուջեի եկամուտները մենք 100.2% կատարել ենք։